ոնց էր, eggs-ը ոնց էր։ Ռոնալդո ջունիորը ջնջվում, ջնջխվում ու վերջապես օքսիդանում է Օքսի Ավդալյանի համար, տալիս Ֆլորենտինո Պերեսին, վերցնել երեխային, աճեցնել որպես Բարսայի պոտենցիալ թշնամի, հետ ֆուտբոլ է խաղացել փղիկի հետ, կնչիթով։ Երբեմնի լեգենդներով, չէ, մահացած լեգենդներով։ Վերջապես երկար դադարից հետո դիմակը դրեց։ Նկատում է Էդիկին։ Էդո ջան, մի հատ նկարվենք։ Մինչ Ռոնալդոն պատրաստվում է նկարահանվել Ֆորսաժ ֆիլմի հերթական մասում, մենք նկարահանում ենք մեր հերթական էպիզոդը մեկ շաբաթ դադարից հետո։ Ողջույն բոլորին։ Եկեք մեր թողարկումները կինո սարքենք 18+, 18- բոլորի համար։ Ռոնալդոյի ռեկորդները սկսել են խփվել։ Կամաց։ Զատո տղեն կինոինդուստրիան է գրավում կամաց։ Մենք դրա համար դեր ենք պատրաստել։ Դա շատ իրական է։ Այո, Ռոնալդոն իսկապես հավակնում է այդ ճռիկների կինոյում նկարվելու համար, բայց նկարահանումները դեռ չեն սկսվել, նա էլ իր համաձայնությունը դեռ պաշտոնապես չի տվել։ Իսկ շրջանառվող ֆոտոներն ու վիդեոները նրա մասնակցությամբ ուղղակի երկրպագուների երևակայության արդյունքն են AI-ով ստեղծված։ Համ էլ նա այդքան ոնց էր, eggs-ը ոնց էր։ Դրանք իր մոտ այդքան էլաստիկ չեն։ Լավ, շատ չշեղվենք ու առաջարկում եմ ավելի լավը մտածենք, թե ինչու միանգամից որոշեց ֆիլմում նկարվել, համենայն դեպս նախնական։ Օրինակ ես մտածում եմ, որ Երևանում եղած ժամանակ նա մեր նիվիստներից մեկի հետ ճռիկների մեջ է եղել, էս մեր նիվիստն էլ ասել է մի հատ քեզ տանեմ տեցով ֆրցնեմ ու տենց հա իբր ինչ։ Դե կինոյում համ ճռիկներ են, համ էլ կիսատկլոր աղջիկներ։ Լավ, վերադառնանք ֆուտբոլին, որտեղ Հոլանդն ու Մբապեն նստել են Ռոնալդոյի շնչին։ Նորվեգացին անգամ խեղդում է, բայց չալաղաջ։ Սա Վեսթեմի դեմ խաղից հետո էր, որտեղ Հոլանդը դուբլի հեղինակ դարձավ, 1 գոլային փոխանցում կատարեց, գերազանցելով Ռոնալդոին Պրեմիեր լիգայում խփած գոլերի քանակով։ Ընդ որում, նրան շատ ավելի քիչ խաղեր պահանջվեցին, որ տխրեցնի պորտուգալացի լեգենդին։ Ով է ասել, որ տխրել է, հələ կոմենտը նայի։ Էս Մբապեի պոստի տակի կոմնա գլոբ։ Ֆրանսիացին էլ էր պայքարում գերազանցել իր կուրքի օրացույցային տարում խփած գոլերի քանակը, բայց արդյունքում միայն հավասարվեց։ Դե չէր ուզում նեղացնել իր կուրքին։ Չէ, իսկ թե ինչու, կասեմ հակահերոսների բաժնում։ Գոնե գոլի տոնումը ճիշտ աներ, արա։ Ու այս ամենից հետո Ռոնին որոշեց գնալ սաունա։ Թե այնտեղ ում հետ է եղել ու ինչ է արել, չենք կարող իմանալ։ Համենայն դեպս նախկին վիդեոներում ծտերի հետ էր ու տապակվում էր։ Այդքան տապակվելուց հետո դուրս եկավ ու նկար հրապարակեց, որտեղ երևում է, որ կաշին ու ոսկորն է մնացել։ Ու չնայած այս ամենի, Ռոնալդոն կարող է հպարտանալ որդու երաժշտական ճաշակով։ Ռոնալդո ջունիորը ջնջվում, ջնջխվում ու վերջապես օքսիդանում է Օքսի Ավդալյանի համար։ Կմտածեք դուք եւ նրանք, ովքեր այս պոստով անընդհատ կիսվում էին, թե Ռոնալդոյի տղեն օքսին է երկրպագում։ Եկել է ճշմարտության պահը։ Բռնվեք։ Սա ուղղակի ֆան էջ է, որը ամենայն հավանականությամբ վարում է Օքսի Ավդալյանը։ Երևի։ Իսկ Ռոնալդոյի որդին չկա սոցիալական էջերում։ Դեռ պարզ չի, վերջը այդ երեխուն հեռախոս առավ այդ քծիբը, թե չէ։ Արի բարձրաճաշակ երաժշտություն լսենք ու շարունակենք։ Դավայ։ J'habite seul avec maman dans un très vieil appartement rue Sarrazate Բարսելոնայում այսպես բարձր տրամադրությունը շարունակվում է չնայած բազում խնդիրների։ Նրանց հաղին կանրադառնանք հերոսների բաժնում, հատկապես որ այնտեղ մի հատ հերոս կա, որ
Հերոսու կեսա։ Յամալը։ Չէ, հա, ինչ Յամալ։ Իդեպ Յամալին մի հատ լավ պորտատեղադրում է կատարել մի երեխա, Նիկո Գարիդոն։ Նա այնպես էր խոսում, կարծես իր տարիքի մի տղա ունի։ Լամինը, նա ընդամենը 18 տարեկան է, բայց մտածում է թե Մեսսին արա։ Վերջին օրերին այս երեխեն մեմ է դարել ու ոչ միայն Յամալին կծոտելու համար։ Բարսան ինչ չընդունեց։ Երբ մեծանամ, նրանք պետքա բացատրություն տան։ Սոցիալական էջերում ֆաները արդեն խորհուրդ են տալիս Ֆլորենտինո Պերեսին վերցնել երեխային, աճեցնել որպես Բարսայի պոտենցիալ թշնամի, հետո տալ Ալոնսոին, որ թիմի խաղը դզի գոնե կլասիկոներում։ Իսկ բազում կլասիկոներում փայլած Լեոնել Մեսսին ոչ մեկ չէր պատկերացնում, բայց հայտնվեց Հնդկաստանում։ Մեսսին ժամանել էր Կալկաթայի Salt Lake Stadium հազարավոր երկրպագուների եւ օդանավակայանի մեծ բազմության ուղեկցությամբ։ Այդ օրերին աշխարհում երկու արձան էր քննարկվում, մեկը Մեսսինը, մյուսը Սևակինը։ Երկու դեպքում էլ ոնց որ մարդկանց վրա կայֆավատ լինեին։ Լավ էր Հայաստանում Facebook կոմենտներով սահմանափակվեցին մարդիկ։ Կալկաթայում Մեսսիի արձանի բացումը վերածվեց խառնաշփոթի ու քաոսի։ Նա ընդամենը 20 րոպե մնաց ստադիոնում, մարդիկ չհասցրեցին նորմալ տեսնել նրան, հպվել, դիպչել, համբուրել անգամ չկարողացան ու ամբողը խելագարվեց։ Արդյունքում կազմակերպիչը ձերբակալվեց կազմակերպչական հմտություններ չունենալու պատճառով։ Բայց այ Հայդերաբադում մի լավ կայֆաված սկսվեց, բարի լավ իմաստով։ Հայդերաբադը Մեսսիի հաջորդ կանգառն էր, որտեղ ամեն ինչ կազմակերպված էր բարձր մակարդակով ու մարդիկ կարողացան խոնարհվել արգենտինացու առաջ։ Ընդհանրապես զարմանալի է, որտեղից այս 2 միլիարդանոց երկրում այսքան սեր Մեսսիի նկատմամբ, որտեղից ընդամենը ոչ մի նորմալ ֆուտբոլիստ դուրս չի գալիս։ Զատո նորմալ նահանգապետ ունեն։ Մեսսին լավ բազացրեց։ Հնդկական այս կինոյի վերջին կանգառը մայրաքաղաք Նյու Դելին էր, որտեղ բացի ֆուտբոլային միջոցառումները, նա այցելել է տարբեր կառույցներ, անգամ կենդանաբանական այգի ու ֆուտբոլ է խաղացել փղիկի հետ, կնճիթով։ Փիղը։ Նվեր է ստացել $1 միլիոն ժամացույց, որից ընդամենը մի քանի հատ է աշխարհում ու հեսա հրավեր էր ստանում Բոլիվուդում կինոյում նկարվելու համար, այդ պահին Անտոնելան զանգեց ու ասեց, որ շուտ գնա տուն։ Ով է հիշում, թե Նեյմարը վերջին անգամ երբ է նորմալ ֆուտբոլ խաղացել։ Ես օրինակ չեմ հիշում։ Գլոբ դու հիշում ես։ Չի հիշում, բայց օրինակ հիշում եմ, թե ինչ խայտառակ հնարքներ էր անում չստացված, ինչքան վնասվածքներ էր ստանում, հենա, վերջի վիրահատությունը նոր են ոնց որ ավարտել։ Բայց միևնույնն է, նա շարունակում է իրեն դնել մեծ ֆուտբոլիստի տեղ ու ինչ որ բաներ պահանջել, հասկացնել։ Եթե հասնենք աշխարհի առաջնության եզրափակիչ, խոստանում եմ գոլ խփել։ Այս տղեն լուրջ մտածում է, որ մի 6 ամսում գազան մարզավիճակ է հավաքելու, այդ նույնը ոնց որ մեր երկրի կառավարությունը հայտարարի, որ 6 ամսում Սինգապուրի տնտեսությանը ինչ պեսիմիստ ես, տղեն անհնար բաներ է անելու։ Մենք պատրաստվում ենք անել հնարավոր ու անհնար ամեն ինչ աշխարհի գավաթը Բրազիլիա բերելու համար։ Հեյ Անչելոտի, օգնիր մեզ։ Դուք ովքեր, օրինակ դու, Պելեն, Գարինչան, երբեմնի լեգենդներով, չէ, մահացած լեգենդներով։ Հաշվի առնելով Լիվերպուլի վերջին ժամանակների վիճակը, հանգիստ նրանց կարելի էր հակահերոսի պիտակ կպցնել, բայց Սլոտի թիմը վերջին 5 խաղերում չի պարտվում ու փակում է բոլոր քննադատների բերանը, բայց Տոտենհեմի դեմ խաղում ավելի մեծ հակահերոսություն եղավ լոնդոնցիների պաշտպան Վան Դևենի կողմից։ 0-0 հաշվի ժամանակ Ալեքսանդր Իսակը երկրորդ խաղակեսի մեկնարկին մտնում է դաշտ, մի քանի րոպե խաղում գոլ խփում ու այդ իր վերմիշել ոտքերը հավաքում, որը նրա ձեռքն էր տվել այդ հոլանդացի պաշտպանը։ Տապորություն ու կես։ Ու ընդհանրապես այս խաղը շատ տարօրինակ ստացվեց, թե Էկիտիկեի գոլը,
Մի խոսքով խառը խաղ էր։ Հակահերոսների երրորդ պատվավոր հորիզոնականը զբաղեցնում է Մադրիդի Ռեալը։ Ու չնայած արդյունքների, որոնք սարսափելի չեն, միևնույն է, խաղը աշխարհի ամենատաղտկալին է բոլոր ժամանակների Ռեալներից։ Ռեալ Սևիլիա խաղում նրանց խաղը նման էր Ֆյուլկրուգին, այսինքն անատամ էր։ Ցավալի է, բայց քանի գնում ավելի է ակտիվանում Ալոնսոին բայ-բայ ասելու ժամանակը։ Իսկ թե ով կարող է նրան այս պահին փոխարինել, ասեք կոմենտներում, սիրով կկարդամ։ Թվում էր, թե Արսենալը արդեն պողպատե կայունություն է ձեռք բերել, բայց ինչպես երևում է, էլի արթնանում է երկրորդի սինդրոմը։ Նրանք կրկին երկրորդն են Անգլիայում City-ից հետո։ Բայց հիմա դրա մասին չի։ Էվերթոնի հետ խաղում զինագործները 11 մետրանոցի իրավունք վաստակեցին, որը պատրաստվում էր իրացնել Մարտին Էդեգորը։ Բայց թախծոտ հայացքով մոտեցավ Վիկտոր Յոկերեշը, թե բա ախպեր շուտվանից գոլ չեմ խփել։ Տուրան եմ էլի։ Նորվեգացին իհարկե մեծահոգաբար զիջեց հարվածը, իսկ շվեդը չքաշեց։ Նա հստակ իրացրեց 11 մետրանոցն ու վերջապես երկար դադարից հետո դիմակը դրեց։ Վնասվածքից հետո Ռաֆինյային բռնել ուղղակի չի լինում։ Թե ինչպես վաստակեց 11 մետրանոցը Վիլյարեալի դեմ խաղում ու իրացրեց, հերիքա որ տեսնես ու հասկանաս, թե ինչքան ուժեղ է նա, այնքան որ կարաս սենց բան անի։ Վերջին 5 խաղերում առանց գոլային գործողության չի հեռանում դաշտից, իսկ դեղին Սուզանավին այնքան լուրջ խնդիրներ առաջարկեց, որ տվին Յամալի ոտերը ջարդին։ Դե իրա վրա չեն կարողանում, հա, բայց Յամալն էլ վատիկը չէր։ Եսիմ։ Առանձնակի հերոսությամբ աչքի ընկել պորտուգալական Էշտորիլ Պրայայի միակ մեկ երկրպագուն։ Նա իր թիմի արտագնախաղին 6 ժամ ինքնաթիռով եկել հասել է ստադիոն, որ ֆուտբոլիստներին աջակցի, իսկ նրանք դա հատուկ ձևով են գնահատել։ Ռեսպեկտ։ Էդուարդ Սպերցյանի նկարը Զլատան Իբրահիմովիչի հետ շատ մեծ տարածում գտավ։ Շատերը դա կապում են նրա հետ, որ իտալական շատ թիմեր հետաքրքրված են Էդիկով, իսկ մենք պատկերացրել ենք, թե ինչպես է ստացվել այդ նկարը։ Էդիկը անցնում է լողափով, Իբրան պարկածա տապչանին զոգորած է լինում ու նկատում է Էդիկին։ Էդո ջան, մի հատ նկարվենք։ Ահա, Զլոյ ջան, բայց տեղիցդ մի հել։ Վրհազն։ Աստոն Վիլան սարսափ տարածում Անգլիայում։ Սենց որ գնա, ֆուտբոլիստները ամեն մեկը կսկսեն վիլլաներ գցել, բայց մինչ այդ այս ակումբը կայֆավատ է լինում Մանչեսթեր Յունայթեդի ու այն իրենց փրչոտ ֆանի վրա։ Կարճ ասած, Ունայ Էմերի, աստվածը միջակ թիմերի։ Վինիսիուս Ջունիորը սկսել է քչի շատից լավ խաղալ, քանի որ տանը խաղերի պակաս չունի։ Ֆլորիան Վիրցը առաջին գոլային փոխանցումը կատարեց Լիվերպուլի մարզաշապիկով, մինչև նրան նորմալ չէին բացատրում, թե ինչ պետք է անի։